Բաքվի վերաքննիչ դատարանը այսօր կայացրել է իր վերջնական վճիռը գերեվարված 16 հայերի, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների գործով։ Առաջնացյալի վճիռը մնացել է անփոփոխ, շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, կարծում եմ շատերը հենց այդպես էլ կանխատեսում էին։ Ինչպես եւ սպասվում էր, ուժի մեջ են թողել դատավճիռը, որի համաձայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներից 5-ը դատապարտվել էին ցմահ ազատազրկման, 2-ը 20 տարվա ազատազրկման, մնացածն էլ 15-ից 19 տարիների ազատազրկման։ Դատավճիռը միանգամայն սպասելի էր, չէ որ դա քաղաքական պատվեր էր եւ դա ակնհայտ էր եւ պատահական չէ, որ իշխանությունը այդ հանձնարարականը տվել էին հենց դատավոր Էլմար Ռահիմովին, ում սովորաբար եւ հանձնարարում են քաղաքական վճիռներ կայացնելու անհրաժեշտության դեպքում։ Մինչ այդ նա բազմիցս մեղադրական վճիռներ է կայացրել այն այլախոհների գործերով, որոնք այնուհետ իրավապաշտպանների կողմից ճանաչվում էին քաղբանտարկյալ։ Այդպես էր օրինակ Փաշա Ումուդովի դեպքում, Ֆազիլ Հալիլովի դեպքում եւ այլն։ Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտ կոչվող իրավապաշտպան կազմակերպությունը դասել էր Էլմար Ռահիմովին հենց այն դատավորների շարքին, ովքեր ամենահաճախն են իրականացրել քաղաքական պատվերը։ Այսինքն այլ վճիռ սպասել հնարավոր չէր եւ կարծում եմ ամբաստանյալի աթոռին հայտնված մեր հայրենակիցները եւս չէին կասկածում, որ վճիռը այդպիսին էր լինելու։ Ամբաստանյալի աթոռին հայտնվածներից մեկը Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը հարազատների հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ իրենք հենց այդպիսի վճիռ էին սպասում։ Մի հատված այդ հեռախոսազրույցից կարող ենք լսել։ Մենք բոլորս հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է եւ շատ բարձր հայտարարում ենք այնտեղ, որ քաղաքական դատավարությունը այլ կերպ չի էլ կարող լինել։ Ամենամեծ գնահատականը հավանաբար այս դատավարության տվել է պաշտպաններից մեկը, ով առաջիացիանում հենց այսպես զգուշացրել է, որ ամաչելու են տարիներ հետո իրենց ծերունների արչև, իսկ այս անգամ շատ յուրահատուկ խոսք փոխանցեց դատավորական կոլեգիային, այսպես զգաստացնող խոսք փոխանցելով, որ չպղծենք դատարանը եւ ասաց, որ մեր հաղթանակները այս դատավարությամբ պղծել ենք։ Արտյոմ, նշեցինք, որ այդպես էլ սպասել էր, բայց ամեն դեպքում բողոքարկում է տեղ ունեցել, այսինքն դրա ինչ-որ իմաստը կար։ Վերաքննիչում բողոքարկելը դա իրավական անհրաժեշտություն էր, բանն այն է, որ առանց վերաքննիչ բողոքի հնարավոր չէր հիմքը ապահովել միջազգային ատյաններում հարցը բողոքարկելու համար։ Այսինքն օրենքը պահանջում է, որ ազգային բոլոր ատյանները գործը անցած լինի, որից հետո միայն հնարավոր է այն բողոքարկել միջազգային ատյաններում։ Ոնց հասկանում եմ, բոլոր մեր հայրենակիցները հակված են բողոք ներկայացնել միջազգային ատյաններում, Դավիթ Իշխանյանը հաստատել է դա, ասելով, որ մեջբերեմ նրա խոսքերը, մենք ապահովում ենք ֆորմալ կողմը միջազգային դատարան հասնելու համար։ Հիմա խոսքը կոնկրետ որ միջազգային ատյանի մասին է։ Կա 3 միջազգային ատյան, որում տեսականորեն կարող են նման գործերը քննվել։ Առաջինը դա միջազգային քրեական դատարանն է, մյուսը ՄԱԿ-ի միջազգային դատարանն է եւ երրորդը մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Ինչ վերաբերում է միջազգային քրեական դատարանի, ապա այստեղ որևէ շանս չկա, բանն այն է, որ Ադրբեջանը չի ճանաչել Հռոմի ստատուտը եւ չի ճանաչում այդ դատարանի վճիռները։ Միջազգային ՄԱԿ-ի դատարանում եւս կարծում եմ հեռանկար լինել չի կարող, քանի որ այդ դատարանում քննվում են պետությունների միջև վեճերը։ Այսինքն հարցը կարող է քննվել այդ դատարանում միայն եթե Հայաստանը պաշտոնական հայցով հանդես գա, իսկ ոնց հասկանում եմ ստեղծված պայմաններում Հայաստանի քաղաքական իշխանությունը հակված չէ նման հայցերով հանդես գալ։ Դե ստացվում է, որ միակ միջազգային ատյանը, որտեղ այդ հարցը կարող է քննվել, մարդու իրավունքների եվրոպական դատարանն է եւ այստեղ իսկապես որոշ հեռանկարներ կարծում եմ կարող են լինել։ Ռուբեն Վարդանյանի թիմը իրավական արդեն դիմել է մարդու իրավունքների եվրոպական դատարան, հաշվի առնելով այն, որ խախտված են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի
8 կետերը եւ ոնց հասկանում եմ նաեւ մնացած մեր հայրենակիցները նույնպես պատրաստվում են լիազորել իրենց փաստաբաններին, որ իրենց բողոքը ներկայացվի Ստրասբուրգ մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բայց բանն այն է, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը իրավունք չունի չեղարկելու ազգային դատարանների վճիռները։ Ստրասբուրգի դատարանը կարող է միայն հատուցում նշանակել սխալ վճռից տուժողին եւ նաեւ պահանջել ազգային դատարաններից, որպիսի այդ վճիռները վերանայվեն։ Բայց նույնիսկ այդ դեպքում երաշխիք չկա, որ Բաքուն չի անտեսի միեդի վճիռը։ Այո, իհարկե, իրականում դեռ մինչև այդ Ստրասբուրգի եւ Բաքվի միջև վերջին այդ վեճերը Ադրբեջանը դասվում էր այն պետությունների շարքին, որոնք ամենահաճախն են անտեսում մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները։ Այսինքն, որոշ դեպքերում պարզապես արհամարում էին այդ վճիռները։ Իսկ վերջին 2 տարվա ընթացքում վճիռները ընդհանրապես չեն իրականացվում։ Այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ն դատապարտեց Ադրբեջանի իշխանություններին Արցախի դեմ ագրեսիայի եւ այնտեղ էթնիկ զտում իրականացնելու համար, Ադրբեջանը բոյկոտում է եվրոպական այդ կառույցի աշխատանքը եւ նաեւ համարում է, որ իրավունք ունի չկատարելու մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները։ Իսկ վերջերս ընդամենը 3 շաբաթ առաջ Ալիևը արեց ավելին, ըստ էության նա Եվրախորհրդին վերջնագիր ներկայացրեց հետևյալի մասին. կամ Ադրբեջանի բոլոր լիազորությունները ԵԽԽՎ-ում եւ Եվրախորհրդում վերականգնվում են առանց որևէ վերապահումների Ադրբեջանի թելադրած պայմաններով, կամ Ադրբեջանը ընդհանրապես դուրս է գալիս Եվրախորհրդից։ Ես վստահ եմ, որ այդ հայտարարությունը, այդ սպառնալիքը Ալիևը արել էր հենց հաշվի առնելով այն, որ մեր հայրենակիցները պատրաստվում են բողոքարկել վճիռը Ստրասբուրգի դատարանում։ Այսինքն այդպիսով Ալիևը ճնշում է գործադրում եվրոպական կառույցների եւ հենց կոնկրետ մարդու իրավունքների եվրոպական դատարանի վրա, որպիսի դատարանը չընդունի քննության այդ բողոքը։ Բայց չնայած դրան ես կարծում եմ, որ այնուամենայնիվ բողոքը կընդունվի եւ արժի այդ վճռից ինչ որ դրական բաներ սպասել։ Ինչ սպասել, արդյոք ինչ արժեք կունենա այդ վճիռը։ Այդ վճիռը, եթե այն լինի, իսկ ես կարծում եմ, որ այն կլինի, պարզապես միջազգային ճնշման համար լուրջ հիմք կծառայի։ Պարզ է, որ մեր հայրենակիցների ճակատագիրը արժի կապել ոչ թե իրավական, այլ քաղաքական ու դիվանագիտական գործընթացների հետ, եւ ահա այդպիսի վճիռը կարող է օգտագործվել որպես գործիք Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար բանակցային գործընթացում։ Դե Ալիևի համար իհարկե կարևոր է դեմք պահպանել, նա կարող է պահպանելով դեմքը ազատել մեր հայրենակիցներին, օրինակ կապել նրանց ազատ արձակումը խաղաղ համաձայնագրի կնքման հետ կամ հայտարարել հերթական համաներումը, որի տակ կընկնեն, որը կտարածվի նաև մեր հայրենակիցների վրա։ Շնորհակալություն, Արտյոմ։